Ողջույն իմ սիրելի հետևորդներ, այսօր այս շքեղ խմորեղենն եմ ներկայացնելու, տեսեք ինչքան լավ է ստացվել, գեղեցիկ տեսքով, բիսկվիթը բավականին մուգ, կրեմը բավականին բարձր, ջնարակը փայլուն, ուրեմն բիսկվիթի համար մեզ անհրաժեշտ էր 3-ից 4 ձու, բայց այստեղ յուրաքանչյուր ձուն կոտրելուց յուրաքանչյուրի մեջ 2 դեղնուց էր, ուրեմն ես կշռել եմ ձվերը, սա էլ եմ ուլիկից թաթիկներով կոտրեցի, սովորական ձուն կշռում է 40 գրամ, այստեղ մեկ ձուն կշռում էր 90 գրամ, այսինքն ես օգտագործել եմ 6 ձու, 6 ձվի համար լցնում եմ 250 գրամ շաքարավազ, լավ հարում ենք մինչև դասական բիսկվիթի նման փրփրի, ձուն ու շաքարավազը, ավելացնում եմ 100 մլ բուսայուղ և 1 ճաշի գդալ մեղր, այս բաղադրիչներն էլ մի լավ հարելուց հետո ավելացնում ենք սոդան, կակաոն ավելացրել եմ ալյուրին, հիմա կանցկացնեմ մաղով և կավելացնեմ հարված զանգվածին, շատերն ասում են հարիչով հարել չի կարելի, բայց ինչպես տեսնում եք ես հարում եմ հարիչով, օգտագործած բաղադրիչների չափաքանակները կգրեմ տեսանյութի ներքևում նկարագրության բաժնում, խմորը դատարկում ենք տապակի մեջ, տապակի տրամագիծը 35 սմ է, տապակի մեջ կարագ եմ քսել վրան ալյուր ցանել, որպեսզի բիսկվիթը չկպնի, թխում ենք 180 աստիճան տաքացած ջեռոցում, մինչև բիսկվիթը կթխվի պատրաստենք կրեմը, կրեմի համար մեզ անհրաժեշտ է շաքարավազ, կաթ, եգիպտացորենի կամ կարտոֆիլի օսլա և ձվի դեղնուց, չափաբաժինները կրկին կլինի նկարագրության բաժնում, այս զանգվածը կաթսայի մեջ լավ խառնում ենք, որպեսզի օսլայից գնդիկներ չմնա, լուծվի կաթի մեջ և տեղափոխում ենք գազին եփելու, գազի վրա անընդհատ խառնում ենք, որպեսզի կաթսայի տակը չկպնի, կրեմի համը չփոխվի, երբ կսկսի եռալը պետք է լինի էլաստիկ զանգված, եռալուց հետո 3 րոպեն բավական է, վերցնում ենք կրակից, թողնում սառի, մի այլ ամանի մեջ հարում ենք 350 գրամ կարագը մի բտղունց վանիլինով, երբ արդեն այն փափկած է, քիչ-քիչ, գդալ ավելացնում ենք սառած եփած կրեմը, անպայման եփած կրեմը քիչ-քիչ ավելացրեք, որպեսզի կրեմը չկտրվի, թեպետ երկուսն էլ պետք է լինեն նույն ջերմաստիճանի, իսկ եթե հանկարծ կրեմը կկտրվի, մի փոքր էլ կարագ ավելացրեք և արդեն կկարգավորվի, ահա սիրելիներս կրեմը պատրաստեցի, տեսեք ինչպիսին է, փափուկ, թեթև, թույլ և ոչ կտրված, կրեմը պատրաստ է, բիսկվիթը պատրաստ է, բիսկվիթի վրա տարածում ենք կրեմը, սիրելիներս եթե դուք կցանկանաք քիչ քանակով պատրաստել, բաղադրիչները կարող եք կիսել և այդ դեպքում արդեն տապակը վերցնել, ամանը վերցնել փոքր չափով, որպեսզի բիսկվիթի և կրեմի բարձրությունը իրար համապատասխան լինեն և ուտելը հաճելի լինի և տեսքը գեղեցիկ, հենց նույն թխած տապակի մեջ էլ ձևավորում եմ, այսպես կողքերից կթուլացնեմ, կհավասարեցնեմ և կտեղափոխեմ սառնարան, գոնե 2 ժամ պետք է մնա սառնարանում, պատրաստենք ջնարակը, 100 մլ կաթ եմ վերցրել, ավելացնում եմ 120 գրամ շաքարավազ և 3 լիքը ճաշի գդալ կակաո, մի լավ խառնում ենք, որպեսզի գնդիկներ չլինի և տեղափոխում ենք գազին եփելու, անընդհատ խառնում ենք, երբ կսկսի եռալը, ավելացնում եմ 50 գրամ կարագ,
Սա էլ խառնում ենք մինչև լուծվի և անջատում ենք կրակը։ Կրակից վերցնում ենք ջնարակը և գեղեցիկ փայլի համար ավելացնում ենք 2 ճաշի գթալի չափով բուսայուղ։ Ավելացնում ենք նաև 2 ճաշի գթալի չափով կոնյակ, որպեսզի ջնարակը տորթի վրայից չծորա, այսինքն հավաք պահի, կոնյակը հավաք է պահում ջնարակը։ Մի լավ խառնում ենք, լուծվում է և թողնում ենք սառի։ Ահա տեսեք սառելուց հետո ինչքան պինդ է, եթե կարագի քանակը ճիշտ լցնեք, չափը ճիշտ լցնեք, կստանաք նմանատիպ գլազուր ջնարակ։ Տորթն էլ արդեն սառած է, հիմա ջնարակը կտարածեմ վրան ու նորից կթողնեմ մի քիչ սառի։ Ոնց ուզում եք տարածեք, շատ լավ տարածվում է, որովհետև տակի կրեմային շերտը սառած է, չեն խառնվելու իրար և գլազուրն էլ երեսին տարածելուց հետո տեղափոխում ենք սառելու, սա էլ սառելուց հետո եթե ձեռքով էլ կպնեք, այն չի տարածվելու և չի լղոզվելու։ Կտրելուց սիրելիներս դանակը աշխատեք ուղիղ պահել, որպեսզի այս շոկոլադե շերտը չտարածվի կրեմի վրա։ Եթե կտրելուց դանակը պառկած վիճակում պահենք, ապա երեսի այդ շոկոլադե շերտը կտարածվի կրեմի վրա և տգեղ կլինի, իսկ այսպես ուղիղ պահելով հավասար 3 շերտը միասին կտրելով կանցնեք և արդյունքում կունենաք նմանատիպ կտրվածք, գեղեցիկ։ Շատ լավ է ստացվել սիրելիներս, թե բաղադրիչների չափն է ճիշտ ընտրած, թե տեսքն է գեղեցիկ, փորձեք, վստահեք, հենց այս բաղադրատոմսով փորձեք, տեսանյութի ներքևում էլ գրեք ձեզ մոտ ինչպես ստացվեց, հավանեցիք թե ոչ կամ ինչը չստացվեց։ Այսքանը սիրելիներս, կհանդիպենք հաջորդ վլոգով։